Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին կխոսենք շատ կարևոր հայտարարության մասին, որը արել է Եվրոպական միության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը դարել է նաև արդեն, կարելի ասել, սկանդալի պատճառ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, որովհետև Եվրոպական միության նախագահը հետևյալ հայտարարությունն է արել հարցազրույցում, որը վերաբերվում էր ուրեմն Դերզիետի այդ պարբերականի 80-ամյակին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրոպական միության ընդլայնումը պետք է շարունակվի եւ ավարտվի, եւ ըստ իրեն եվրոպական մայրցամաքում ընդլայնման գործընթացները, այսինքն Եվրոպական միության կառուցման գործընթացը պետք է ավարտել, հասցնել ավարտի, որ այս ծրագիրը չլինի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Եվ այստեղ դուք տեսնում եք ակնհայտորեն, որ փաստացի Եվրոպական միությունը բարձրագույն մակարդակով ընդգծում է 3 կարևորագույն սպառնալիք Եվրոպական միության ծրագրին կամ, այսպես ասեմ, մրցակից առնվազն։ Դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև դա մեզ տալիս է նաև հնարավորություն, որ մենք ավելի մանրամասն խոսենք սրա մասին։ Առաջ երթին ասեմ, որ ալիքում կա նաև 2018 թվականի իմ և Անգելա Մերկելի քննարկումը, հարց ու պատասխանը։ Անգելա Մերկելը այդ ժամանակ զբաղեցնում էր Գերմանիայի ղեկավարի, կանցլերի պաշտոնը, գործող։ Վրաստանում այցով էր և ես, ինչպես Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ, իրեն ուղղեցի հարց։ Եվ այդ հարցը վերաբերվում էր նրան, թե ինչ է պատրաստում անել Եվրոպական միությունը Վրաստանում և Հայաստանում ժողովրդավարության աջակցության համար, երբ հակաժողովրդավարական ուժերը Ռուսաստանի և Թուրքիայի փորձում են հարավային Կովկասի տարածքը իրենց ազդեցության գոտի դարձնել։ Ընդգծում եմ ուշադրություն, խոսք է գնում 2018 թվականի մասին, դուք կարող եք հեշտությամբ դա իհարկե ֆիքսել նաև ալիքում, ինչպես ասացի, նշված է, կա այդ տեսահոլովակը, ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ այդ շղթայուն տեսանյութերի, որը ցույց է տալի, թե ինչպես եմ ես այդ պաշտոնում նաև գործել, բավականին շատ ժամանակ է անցել, բայց դա ասում եմ այն պատճառով, որ իմ համար դեռ 2018 թվականին, այսինքն 2 տարի մինչև Ղարաբաղյան պատերազմ, ակնհայտ էր, որ ռուս-թուրքական ճարտարապետությունը տարածաշրջանում փորձում է ազդեցությունը կիսել։ Եվ ի վերջո մենք առնչվեցինք այս խնդրի հետ, որովհետև նույն Անգելա Մերկելի պատասխանը բավարար չեղավ իմ հարցին, եւ պատրաստակամություն Անգելա Մերկելի եւ եվրոպացիների այդ ժամանակ անել քայլեր բավարար չեղան։ Դա բերեց ի վերջո նրան, որ մի փոքր ավելի ուշ Ռուսաստանը Եվրոպայի դեմ 2022 թվականին արդեն սկսեց փաստացի պատերազմ Ուկրաինայի տարածքում։ Եվ Եվրոպական միության գլխավոր թշնամի հռչակելը Ռուսաստանի այսօր օրակարգն է։ Զուգահեռ դրա դա տվեց հնարավորություն, որ բացվի Եվրոպական միության դեպի Եվրոպական միություն մեր ճանապարհը եւ դուռը մեր համար, Վրաստանի եւ Հայաստանի։ Եվ ի վերջո պետք է արձանագրել, որ այսօր էլ հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ մասամբ գտնվում է ռուս-թուրքական ազդեցության ներքո։ Եվ դա իհարկե վերաբերվում է նրան, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ստորագրվեց Շուշիի հռչակագիր, տեղի ունեցավ Ղարաբաղի պատերազմ, որում Թուրքիան անմիջապես իր ներդրումը եւ կարևոր դերը ունեցավ։ Դա վերաբերվում է Ռուսաստանում ռուս օլիգարխ Իվանիշվիլու իշխանության եւ թեքումը դեպի Ռուսաստան եւ զուգահեռ դրա իհարկե Ռուսաստանի ճնշումը Վրաստանի դեմ, ինչ նաև շատ մեծ իր կարևորությունը ունի եւ նշանակությունը,
եւ դեպի Եվրոպական միություն ինտեգրման գործընթացների սառեցումը Վրաստանի տարածքում։ Դա բերում է նաեւ Եվրոպական միության առաքելության արդեն գործունեությանը Հայաստանում, նկատի ունեմ սահմանային հատվածներում, գիտեք այդ 2023-ից գործող կարևորագույն առաքելությունը եւ ասեմ, որ այսօր արդեն մենք կարող ենք հաստատել, որ Եվրոպական միությունը նոր արդեն քաղաքացիական առաքելություն է ապահովել եւ հիմնադրել Եվրոպական միության ուղղությամբ, այսինքն Հայաստանի համար, եւ դա կլինի EUPM Armenia ծրագիրը, որը քաղաքացիական գործընկերության ծառայություն է, առաքելություն է, տեսնենք պաշտոնական ինչպես կթարգմանեն անվանումը, եւ որը գործելու է Եվրոպական միության ընդհանուր անվտանգային եւ պաշտպանության քաղաքականության տրամաբանության ներքո 2 տարով է գործելու Հայաստանի տարածքում եւ ղեկավարը Ստեֆանո Տոմատն է լինելու, որը նաեւ շատ կարևոր պաշտոն ունի Եվրոպական միությունում։ Պաշտոնական այս տվյալները խոսում են նրա մասին, որ սա կիբերանվտանգության, տեղեկատվական մանիպուլյացիաների եւ պրոպագանդայի քարոզչության եւ ֆինանսական հոսքերի, որոնք կարող են Հայաստանի համար վտանգ ստեղծել, նպատակ ունեն, բայց անդրադառնանք նորից Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը։ Տարածաշրջանում Եվրոպական միությունը տեսնում է 3 կարևորագույն մրցակից՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Չինաստան։ Արեք պարզաբանեմ, որ այստեղ հետո արդեն նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը ստիպված եղավ պարզաբանել, իհարկե, ինչ նկատի ունի Թուրքիա ասելով, բայց ես պարզաբանեմ, թե ինչ համատեքստում է իրականում այս 3 մրցակիցը նշվում եւ ինչու այս 3-ը։ Շատ կարևոր հարց է։ Մինչև այդ հարգելի այրնակիցներ, շնորհակալ եմ ձեզ իհարկե շատ կարևոր աջակցության համար, որը դուք ալիքին տրամադրում եք եւ հորդորում եմ ձեզ, որ շարունակեք լայքելով այս վերլուծությունը, դնելով ուրեմն զանգակը, բաժանորդագրվելով, գրելով մեկնաբանությունները եւ նաեւ անդամակցելով ալիքին, այստեղ կամ Patreon էջի վրա, հղումը կլինի առաջի մեկնաբանությունում, դուք կարող եք շարունակել աջակցել ալիքի զարգացմանը, շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա անում է։ Եվ պետք է ասեմ, որ այո, այս տրամաբանությունը գլխավոր մրցակիցների մասին փաստ է։ Ուղղակի այստեղ կա մեկ նրբություն։ Ասելով Թուրքիա, Եվրոպական միությունը արդեն նկատի ունի ոչ միայն Թուրքիան իրականում, այլ թյուրքական պետությունների կազմակերպությունը։ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան։ Այո, այստեղ մրցակցության մասին է, այլ ոչ թե թշնամանքի։ Եթե Ռուսաստանի հետ այս իրավիճակը արդեն հասել է թշնամանքի, ապա թուրքական պետությունների եւ Չինաստանի հետ առնվազն այս փուլում խոսք է գնում հենց մրցակցության մասին, հարգելի հայրենակիցներ, հենց մրցակցության։ Եվ ի վերջո, եթե մենք նայենք եվրոպական մայրցամաքի տարածքին մոտ պետություններին, արևելյան ուղղությամբ, ապա կհասկանանք, որ իրականում արաբական պետությունները, Իրանը ուղիղ Եվրոպային մոտիկ չէ, եւ Եվրոպայի սահմաններին գտնվում է փաստացի Ռուսաստանը եւ Թուրքիան։ Բռնապետական համակարգները ակնհայտորեն միայն այս երկուսն են, եւ ուստի վտանգը տեսնում է Եվրոպական միությունը այստեղ։ Հետո արդեն Ուրսուլա ֆոն դեր Լայենը թուրքական պետական լրատվամիջոց Անադոլուին հայտարարեց, ասաց, որ սա իրականում ընդգծում է Թուրքիայի աշխարհաքաղաքական քաշը եւ հնարավորությունները, որոնք չեն սահմանափակվում ոչ արևմտյան Բալկաններով, ոչ էլ ուրիշ տարածքներով եւ սա իրականում չի համեմատում Թուրքիան որևէ ուրիշ պետությանը։ Այսինքն Ուրսուլա ֆոն դեր Լայենը փորձեց բացատրել, որ սա իրականում ոչ թե Թուրքիային եւ Ռուսաստանին մեկ տրամաբանության մեջ ներկայացնելն է, որովհետեւ նորից այսօր Ռուսաստանը հակառակորդ է Եվրոպական միության համար, իսկ Թուրքիան իրականում կարելի ասել բարդ գործընկեր եւ թուրքական պետությունները նաեւ։
Մյուս կողմից Չինաստանն էլ բարդ գործընկեր է, ոչ թե հակառակորդ այս փուլում։ Եվ այսինքն սա շատ կարևոր է եւ դրանից հետո նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ուրեմն սա գալիս է Թուրքիայի նաեւ ազդեցության, աշխարհաքաղաքական դերի եւ կարևորության մասին է սա եւ այդտեղից է գալի, որ ինքը նշում է Թուրքիայի ազդեցության հարցը եւ այդտեղ ընդգծում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ Թուրքիան իհարկե շատ կարևոր գործընկեր է տարածաշրջանի համար եւ Եվրոպայի համար, տնտեսական եւ քաղաքական առումով, դա ներառում է նաեւ լոգիստիկ հնարավորությունները, խոսք է գնում տրանսկասպյան միջին միջանցքի մասին, այսինքն որը նաև Հայաստանի տարածքով պետք է անցնի, որտեղ որ Թուրքիան խաղում է կարևորագույն դերը եւ առասարակ Թուրքիան շատ մեծ նշանակություն ունի, բացի դրանից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ասում է ԵՄ անդամակցության թեկնածու է եւ շատ մեծ նշանակություն ունի։ Այսինքն սա ասել է կոնկրետ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացուցիչը, մամլոք քարտուղարը, այլ ոչ թե հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, եւ փորձել է պարզաբանել այս հարցը, հարգելի այնակիցներ, այն մեկ կոնկրետ պատճառով, որ նպատակ ունի Եվրոպական միությունը մեղմել այս հայտարարությունը, որովհետև Թուրքիայից շատ կոշտ արձագանք եղավ, եւ դա սպասելի էր, որովհետև Թուրքիան հասկացավ այստեղից, որ Եվրոպական միությունը ինչ որ առումով Թուրքիային, Ռուսաստանին եւ Չինաստանին մեկ տրամաբանության մեջ է պատկերացնում։ Նույնիսկ որ Եվրոպական միությունը հիմա ասում է, որ ոչ, դա չի նշանակում, որ մեկ տրամաբանություն է այդ երեքը, ամեն դեպքում այդպիսի տպավորություն ձևավորվեց։ Ամեն դեպքում երեքը իրար հետ հնչեցին։ Դա փաստ է։ Եվ հիմա հարգելի այնակիցներ պետք է հասկանանք, բա ինչպես է պատկերացնում Եվրոպական միությունը իրականում այս ուղղությամբ գործելը, այսինքն մի բան է, որ ինքը Թուրքիայի հետ փորձում է հարաբերությունները զարգացնել, բայց մյուսն է, որ վտանգ է տեսնում նաև Թուրքիայից եւ փորձելու է այդ վտանգը մինիմալիզացնել։ Եվ այստեղ կա կարևորագույն հնարավորություն, եւ ես իզուր չէ, որ խոսում եմ հիմա եվրոպական նոր առաքելության մասին Հայաստանում, որովհետև ի վերջո Եվրոպական միության ամենակարևոր նշանակություն ունեցող քայլը եւ ռազմավարությունը պետք է ներառի Հայաստանը։ Թուրքական պետությունների կազմակերպության միջև առևտուրը կարելի ասել այս պայդրությամբ տեղի ունենում Վրաստանի եւ Հայաստանի տարածքով։ Այս պահին Հայաստանի ոչ, բայց սկսվելու է բացելով նաև թրիփ ծրագիրը։ Այսինքն եւ Չինաստանի, թուրքական պետությունների եւ Եվրոպայի առևտուրը միջին միջանցք կոչված ծրագիրը նաև անցնելու է Հարավ Կովկասով Վրաստան, Հայաստանով։ Վրաստանով արդեն անցնում է, Հայաստանով ավելանալու է։ Եվրոպական միության համար այստեղ իր ազդեցությունը ունենալը, այսինքն Հայաստանին աջակցելը, այսինքն Հայաստանի եվրոպական ցանկությունները աջակցելը եւ եվրոպական ապագան ապահովելը հսկայական կարևորագույն նշանակություն ունի եւ կունենա եվրոպական սեփական անվտանգության համար։ Սա այն է, հարգելի այնակիցներ, ինչի մասին ես շատ եմ խոսել ձեր հետ միասին այս ալիքում, ասելով, որ Հայաստանը պետք է դառնա հենց այդ իր հզորությամբ Իսրայելի նման, բայց միևնույն ժամանակ լոգիստիկ առումով այն պետությունը, որը կկարողանա այստեղ ապահովել նաև եվրոպական միության անվտանգությունը, մյուս կողմից ստանալով սեփական անվտանգություն այդտեղից։ Ուստի Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները, համագործակցությունը հիմնված է երկու ուղղությամբ, ինչ ենք մենք տալիս եւ ինչ ենք մենք ստանում։ Շատերը կարծում են, որ այդ սխալն են թույլ տալի եւ համարում են, որ մենք միայն ստանալու օրակարգ ունենք։ Ես բազում անգամ դա քննարկել եմ նաև եվրոպական գործընկերների հետ, շատ վաղուց այն էլ, եւ բացատրել եմ իրենց, որ եվրոպական անվտանգության համար Հայաստանի կարևորությունը թերագնահատել չի կարելի։
Հայաստանը եւ Վրաստանը ունեն հսկայական կարևորություն։ Վրաստանը այստեղ անբաժանելի մաս է այս ճարտարապետության, որովհետեւ Հայաստանը միայնակ առանց Վրաստանի փաստացի չունի կապ Եվրոպայի հետ։ Եթե մենք խոսում ենք Թուրքիայից, Թուրքիան հավասարակշռելու առումով, ապա այո, իհարկե Թուրքիայով կարելի է եւ պետք է բացել լոգիստիկ ճանապարհները, բայց դա վստահելի ուղի չէ եւ չի կարող լինել։ Այն, որ այստեղ էլ նշվում է Թուրքիան Եվրոպական միության անդամակցության տեխնացու է, դա ֆորմալ է նշվում, որովհետև Թուրքիան վաղուց այդ ուղղությամբ քայլեր չի անում, հակառակը Թուրքիան լրիվ ուրիշ ուղղությամբ է շարժվում եւ մենք ձեր հետ միասին դրա մասին հաճախ խոսում ենք։ Այդ թվում բերել է դա դրան, որ ի վերջո Եվրոպական միությունը փաստացի ուղիղ ասաց, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին մրցակից եւ պոտենցիալ վտանգ է նաեւ Թուրքիան եւ ուստի թուրքական պետությունների կազմակերպությունը, ուստի նաեւ Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիան։ Հնարավորություն, գործընկեր եւ պոտենցիալ վտանգ։ Դա միշտ իրար հետ փոխկապակցված է։ Միայն դաշնակիցն է, որ ումից դու վտանգ չես սպասում, այն էլ հայկական փորձը հաշվի առնելով դա էլ փաստ չի, նկատի ունեմ Ռուսաստանի հետ, որ դաշնակցից նաև վտանգ կարող է սպասես, բայց ամեն դեպքում ամենակիչ ակնկալելի վտանգը գալիս է դաշնակցից, իսկ գործընկերոջից վտանգ հանգիստ կարող է գալ։ Ուստի Եվրոպական միությունը հիմա շատ լավ դա գիտակցում է։ Ուստի հարցը վերաբերվում է մի քանի կոնկրետ ուղղության։ Առաջինը դա այս առաքելության շնորհիվ Հայաստանում ժողովրդավարության պահպանությունն է, որում շատ մեծ նշանակություն ունի իհարկե քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետ Փաշինյանի դերը, եւ ես երեք ձեր հետ միասին ուղիղ եթերում բավականին մանրամասն, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ երկար որ տևել է, դա տրամաբանական է։ Քննարկեցինք քաղաքացիական պայմանագրի կուսակցության ծրագիրը հաջորդ 5 տարվա համար եւ մանրամասն որտեղ վարչապետ Փաշինյանը 3 առանձին ուղիղ եթեր է արել այդ փաստաթուղթը որ քննարկի, մենք մեկ ուղիղ եթերում կարողացանք ամբողջ փաստաթուղթը վերլուծել, բայց ամեն դեպքում եթե ձեզ հետաքրքրի, կարծում եմ բավականին օգտակար վերլուծություններ եւ եւս մեկ անգամ դա ընդգծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն ցան ուղղությամբ քաղաքացիական պայմանագրի որդեգրված մոտեցումները եւ քաղաքականությունը բավականին իրատեսական, ճշգրիտ, Հայաստանի շահերին համապատասխանող եւ ներկա աշխարհակաղակական հնարավորությունների, միջոցների եւ իրականության, իրողություններին համապատասխանող է, ուստի ես համարում եմ, որ դա ճիշտ ուղղություն է եւ մենք պետք է այդ ուղղությամբ շարժվենք։ Ընդ որում, այդտեղ իհարկե նաև նշվում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ սա ես համարում եմ դրա մաս, բայց մենք նաև պետք է հավասարակշռված դանդաղ քայլերով շարժվենք այդ ուղղությամբ, որովհետեւ շտապել այստեղ չենք կարող։ Նույն այն փաստը, որ 2018 թվականին Անգելա Մերկելը միջև վերջ, իսկ Անգելա Մերկելը այդ պահին ամենախոշոր եվրոպական տնտեսության եւ կարևորագույն եվրոպական պետության առաջնորդն էր, այն որ բավարար չեն գիտակցել եվրոպացիք Հայաստանի կարևորությունը ի վերջո, հիմա դա աճել է, բայց Վրաստանը կարելի է ասել ուշադրությունից դուրս թողեցին եվրոպացիք եւ դրանով օգտվեց Ռուսաստանը։ Հիմա գնում է պայքար Վրաստանում։ Պայքար այդչոք Վրաստանում կլինի ռուսական ազդեցություն եւ դա կփակի ճանապարհը նաեւ դեպի Հայաստան, թե Վրաստանում կլինի նաեւ առաջերտին արևմտյան ինտեգրում, դա կբացի ճանապարհ նաեւ Հայաստանի համար։ Ուստի Հայաստանի ճակատագիրը ինչ որ առումով եւ այդ թվում եվրոպական ճակատագիրը որոշվում է Վրաստանում։ Այդտեղից է գալի մի քանի ամիս առաջ իմ հոդվածը գրած Եվրոպական միության իրազեկման կենտրոնի համար, որտեղ որ ես ասում եմ, եթե Եվրոպական միությունը ուզում է փրկել հայկական ժողովրդավարության կղզին, ուշադրություն ասում եմ կղզի, որովհետև Հայաստանը կղզի է առանց ծով ժողովրդավարության կղզի, ապա անհրաժեշտ է, որ Եվրոպական միությունը կրկնապատկի իր ջանքերը Վրաստանի ուղղությամբ։ Վրաստանը այստեղ հսկայական կարևորություն ունի, Վրաստանը ունի ելք դեպի ծով եւ դրանով Վրաստանը եւ Հայաստանը մենք միասին կարող ենք ապահովել հայ-վրացական ընդհանուր ապագան։
Այդտեղից է գալի հարգելի այրնակիցներ, որ ես մոտենում եմ եվրոպական ինտեգրման գործընթացին Հայաստանի պրագմատիզմով, այլ ոչ թե միայն գաղափարի մակարդակով, որովհետև գաղափարը վաղուց կա, շատ վաղուց, եւ ես 2012 թվականին արդեն, երբ համալսարանում սկսեցի սովորել Վրաստանում, արդեն եվրոպական միության անդամակցության շատ ակտիվ ջատագովներից մեկն էի Վրաստանի եւ նաեւ Հայաստանի, սկսել էի դրա մասին ակտիվ խոսել 2012 թվականին եւ նույնիսկ միջև էդ էլ, այսինքն գաղափարի մակարդակով ամեն ինչ վաղուց պարզ է, շատ վաղուց, 2016-ին, երբ Հայաստանը լրիվ ուրիշ ճանապարհով էր գնում, Վրաստանը արդեն շոշափելի քայլեր ուներ Եվրոպական միության ուղղությամբ, բայց ինձ գիտեք, հարց նաև ուղեցին այստեղ մեկնաբանությունում, որ հայտ ներկայացնելը Եվրոպական միության արդյոք օգտակար կլինի, թե ոչ, ես ուղիղ եւ անկեղծ ձեզ ասում եմ, որ նորից ողջունում եմ, կիսում եմ, համարում եմ դա շատ կարևոր, հայտ ներկայացնելը, բայց ռեալ պոլիտիկը, ռեալիզմը եւ իրականությունը աշխարհաքաղաքական, որը տարածաշրջանում կա, եւ այնինչ մենք կարող ենք ստանալ այդ հայտ ներկայացնելուց եւ այնինչ կարող է վտանգներ ձևավորվել հայտ ներկայացնելուց, շատ պարզ պետք է ասեմ, որ կարծում եմ, որ հայտ ներկայացնելը դեռ վաղ է եւ շտապել այդտեղ պետք չէ դեռ։ Ի վերջո մենք հասկանում ենք, որ Հայաստանի եւ Վրաստանի ճակատագիրը մեկ փաթեթում է որոշվելու։ Ուստի համարում եմ, որ ձեր համար էլ ավելի հասկանալի է իմ նաև գործունեության կարևորությունը Վրաստանում, որտեղ նորից Վրաստանում Հայաստանում շատերն են գործում, այդ թվում կառավարությունը հսկայական նաև գործ է անում, բայց Վրաստանում այս ուղղությամբ մենք ունենք շատ մեծ բաց թողում ընդհանուր առումով եւ կարելի ասել, որ Հայաստանը այստեղ որևէ ազդեցության, ոչ թե ազդեցության, նույնիսկ ձայն չունի Հայաստանը այստեղ։ Դա շատ կարևոր եւ ես իմ նաեւ այս փուլում գործունեությունը տեսնում եմ, որ Վրաստանում ինչքան կարելի է հնարավոր է պայքարենք ընդհանուր Վրաստանի եւ Հայաստանի ճակատագրի եւ ապագայի համար։ Այստեղից հարգելի այրնակիցներ, նաև պետք է ընդգծեմ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնի հայտարարությունը եւս մեկ անգամ աճեցնում է Հայաստանի կայունության եւ ռազմավարական պաշտպանության հնարավորությունների կարեւորությունը Եվրոպական միության համար։ Ճիշտ է, մենք Վրաստանի տարածքով ունենք խնդիրներ զենք մատակարարելու առումով, դա էլ ռուսական ազդեցության հետևանք է դեպի Հայաստան եւ ինտեգրման առումով, բայց ամեն դեպքում Եվրոպական միությունը կարող է անել շատ կարևոր քայլեր, շատ կարևոր, եւ Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական եւ ուրիշ ոլորտների աջակցությանը զարգացմանը աջակցի, որ TRIP ծրագրի զուգահեռ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է, Եվրոպական միությունը ունենա նաեւ իր հսկայական դերը տարբեր եւ տարբեր ծրագրերում, այդ թվում հյուսիս-հարավ ծրագրում, Սյունիքի ամրապնդման, գիտեք, որ թունելների կառուցման ներդրումը շատ մեծ է, տեխնոլոգիական ներդրումների, ընդհանուր առումով կյանքի որակի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ հասարակական պատշաճ մարմինների ձևավորման ուղղությամբ պետական կառավարման բարեփոխումների եւ եվրոպական չափանիշներին եւ ստանդարտներին ինչքան կարելի ավելի շուտ մոտենալու առումով։ Ուստի ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ մենք լուրջ ջանքեր պետք է ուղղենք եւ մոտակա տարիները պետք է նաեւ լինի հենց այդ ուղղությամբ։ Իսկ Վրաստանում շատ կարևոր է այս իրավիճակը իհարկե որ կարողանանք բարելավել եւ ել ավելի կարևոր հիմքեր դնենք հայ-վրացական ընդհանուր ճակատագրի մեջ եւ ընդհանուր ուղու մեջ, որը նաեւ պետք է ուղիղ ասեմ, որ տեսեք, թյուրքական պետությունների կազմակերպության կապերը անցնում են փաստացի, եթե Իրանը կողքի դնենք, ապա Վրաստանով եւ Հայաստանով։ Եվ ուստի պետք է դա էլ արձանագրվի, որ Եվրոպական միության համար Վրաստանի եւ Հայաստանի անդամակցությունը
իր սեփական անվտանգության մաս է։ Իսկ Վրաստանը կապվում է Ռումինիայի, Բուլղարիայի հետ Սև ծովով, եւ ուստի Եվրոպական միությունը ապահովում է լրիվ ուրիշ այստեղ ճարտարապետություն։ Ուստի Ուրսուլա ֆոն դեր Լայենի ասածը եւս մեկ անգամ հաստատում է այն, ինչի մասին մենք խոսում ենք, եւ այնինչ շատերը Հայաստանում գուցե ուրիշ ձև են գնահատում, որ արևմուտքի համար այստեղ գլխավոր դաշնակցի կարգավիճակը ոչ թե Թուրքիան ունի, Թուրքիան շատ կարևոր գործընկերոջ կարգավիճակ ունի, բայց արևմուտքի համար գլխավոր դաշնակցի կարգավիճակ ունի եւ կարող է ունենալ Վրաստան-Հայաստանը մեր ընդհանուր ջանքերը կարող է ունենալ, կարող ենք դրան հասնել, դա հեշտ չի լինելու, բարդ է լինելու, բայց դա կարող է լրիվ ուրիշ նաև կայունություն ապահովի ոչ միայն Վաշինգտոնի շնորհիվ թուրքական պետությունների հետ, այլ նաև Բրյուսելի շնորհիվ թուրքական պետությունների հետ, եւ դա ի վերջո կբերի նրան, որ ել ավելի կլինի կայունություն, ել ավելի կլինի խաղաղություն եւ ել ավելի փաստացի բալանսավորված հարաբերություններ կլինի ուրեմն հարևան պետությունների հետ եւ դա օգտակար կլինի, որովհետեւ տեսեք, նույն Թուրքիայի տրամաբանության ներքո Եվրոպական միությունը իհարկե ես համոզված եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում արդեն ներառում է եւ կշարունակի ներառել Հայաստանի հետ կապված հարցերը, այդ թվում սահմանի բացման, առևտրի սկսման եւ տարանցիկ հնարավորություն տրամադրելու մասին Հայաստանի համար այդ հնարավորությունը։ Ուստի այս ամենը շատ կարևոր է եւ համարում եմ, որ այս Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները անմիջապես նաև մեր հետ կապ ունեն, մենք պետք է սա հաշվի առնենք եւ մեր ռազմավարության մեջ ուրեմն ներառենք։ Շնորհակալ եմ հարգելի այնակիցներ ձեր ուշադրության համար, նորից հորդորում եմ, որ անպայման լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, միշտ կարդում եմ եւ արձագանքում եմ, նաեւ անդամակցեք ալիքին, դառեք ալիքի անդամ, այստեղ YouTube-ում արտասահմանից մեր հայրենակիցները, իսկ Հայաստանից Patreon-ում ստացեք հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն եւ նաեւ տարբեր առավելություններ եւ դրանով աջակցեք նաեւ ալիքի կայուն զարգացմանը, ասեմ ձեզ, որ դա շատ կարևոր միջոց է ալիքի աջակցելուն եւ ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա արդեն արել է, մենք այդ ալիքի անդամների թիվը գնալով աճում է, ինչը շատ կարևոր է։ Շնորհակալություն, կհանդիպենք հարգելի այրնակիցներ, ցտեսություն։